Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքի տանիքում գործարկվել է արևային ֆոտովոլտային կայան։ Երևանի քաղաքապետի խոսքերով այս ծրագիրը միտված է ոչ միայն ծախսերի նվազմանը։ Նախագծումից մինչև իրականացում այս բոլոր փուլերը էներգոարդյունավետության ոլորտում իրականացվող ծրագրի շրջանակներում կատարում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները։ Համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով կայանի ստեղծման գործում ակտիվ մասնակցություն են ունեցել ուսանողները, ովքեր այս նախագծով հնարավորություն են ստացել կիրառելու իրենց գիտելիքները եւ ձեռք բերելու գործնական փորձ դեռ ուսանողական շրջանում։ Էներգետիկայի եւ էլեկտրոտեխնիկայի ինստիտուտի մեր ուսանողներն են, ովքեր հենց այս ոլորտի մասնագիտական կրթական ծրագրերով են սովորում համալսարանում։ Նրանց տվել է պրակտիկ գիտելիքներ, այն տեսական ու փորձական գիտելիքները, որոնք ստանում են մեր լսանային կրթության եւ լաբորատորի ենթակառուցվածքներում, նրանք կարողացել են նախագիծը իրականացման ընթացքում ունենալ պրակտիկ գիտելիքներ եւ այդ պրակտիկ գիտելիքների արդյունքում ել ավելի պատրաստ լինել մասնագիտական ոլորտում որպես ինժեներ մասնագիտական առաքելություն իրականացնելու, առավել եւս այս գործընթացը նաեւ ապահովել է իրենց եւս մեկ անգամ լուսավորելու իրենց ընտրած մասնագիտության ողջ էությունը եւ համոզվում են, որ ճիշտ նաեւ մասնագիտություն են ընտրել։ 9-րդ մասնաշենքում այսօր բացված կայանը թվով 4-րդ եւ ամենախոշորն է՝ 300 արևային վահանակով յուրաքանչյուրը 500 վատ զորությամբ։ Այն տարեկան արտադրելու է մոտ 200,000 կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա, ինչը կհանգեցնի համալսարանի ծախսերի կրճատմանը, խնայելով գրեթե 10.5 միլիոն դրամ։ Բացի ծախսերի կրճատումից, այս կայանի արտադրած էլեկտրաէներգիան կարող է ապահովել միանգամից համալսարանի 3 մասնաշենքի կարիքները, իսկ շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարում տարեկան միջինում խնայում է մոտ 80 տոննա CO2 գազի արտանետում։ Հասարակ բնակարանի համար միջին հաշվարկներում, եթե այն ծախսում է ամսական կտրվածքով 12,000 դրամի գումարի էլեկտրաէներգիա, 2 կիլովատ զորությամբ արևային ֆոտոէլեկտրական կայանը լիովին բավարար է տարվա կտրվածքով այդ ամբողջ ծախսը ծածկելու։ Խոսքը վերաբերում է 4 նմանատիպ վահանակների կիրառմանը։ Հայաստանի Հանրապետությունը ընդհանուր առմամբ շատ լավ արևային աշխարհագրական դիրքում են գնում եւ այն միջոցները, որը օգտագործում է տվյալ ոլորտի զարգացման, ավելի օպտիմալ են համեմատած այլ մի շարք երկրների հետ։ Վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը արդեն 2-րդ տարին է, ինչ իրականացնում է իր ծրագիրը։ 2026-ին բուհը կարող է ամբողջապես անցնել սեփական միջոցներով արտադրված էլեկտրաէներգիայի սպառմանը, սակայն այս ծրագրից բացի համալսարանում նաև իրականացվում են այլ ծրագրեր։ Պոլիտեխնիկական համալսարանի ծրագրերը միայն էներգախնայողության եւ էներգոարդյունավետության ծրագրերով չեն սահմանափակվում, չգիտեմ ովքեր եղել են այս բակում, կհիշեն որոշակի միջավայր, որը որ բացարձակապես փոխվել է նախորդ տարի, ամբողջապես հիմնանորոգվել է բակային հատվածը, ստեղծվել է նոր այգի, տարատեսակ լաբորատորիաներ ենք ստեղծել, հիմա մեծ ծավալով շինարարական աշխատանքներ են իրականացվում սպորտային կոմպլեքսում, ունենում ենք լրիվ նոր արդի սպորտ կոմպլեքս եւ տարբեր հատվածներում տարբեր նմանատիպ ծրագրեր են իրականացվում եւ ես իրապես ուրախ եմ, որ պոլիտեխնիկական համալսարանը այս տեմպերով, այս արագությամբ առաջ է գնում։ Քաղաքապետը նաև շրջել է տանիքում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ կառուցված կայաններին։ Ծրագրին մասնակցած ուսանողներն էլ ներկայացրել են կայանների հիմնական գործառույթները։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։